կուսակցությունը հակնելու է ժողովրդի պատին։ Հակնելու են հաստ պատի։ 21 թվականին էլ կողմնակից չեմ եղել։ Ինքը երբեք չի ուզել մասնակցել ընտրության։ Առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Խոսում ասի, որ ԿՊԱ-կանը իրան խաբեց։ Հիմա հնարավորություն ունեմ, կարող է լացել էլ։ Բարև ձեզ սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր եւ Սերգեյ, որտեղ այսօր իր ծնունդն է, ինքնս դեմքի թեման չի սիրում առանձնապես։ Սովորական աշխատանքային օր ես չեմ ամբողջ ուշադրություն է իմ մասին չի։ Ես ուղղակի ուզում խնդրեմ, եթե հանկարծ մտքրորդ անցնի ինչ-որ մի նվեր առնել, ապա ուղղակի առեք, անպայման չի այսօրով միանալ Patreon-ին։ Չնայած սցենարով պետք է միանաք Patreon-ին, ուղղակի եթե միանաք Patreon-ին, նարեկն էլ է դրանից օգտվելու։ Չնայած մյուս կողմից էլ մի կես տարուց էլ նարեկի ծնունդն է։ Միացեք Patreon-ին, միանգամից երկու ծնունդ արանքից հանեք։ Դու ասես նվերների մասին խոսացիր, իսկ մեր գործընկեր GTB Steel-ը քո համար պատրաստել է 10 հատ բոյ արմատուրա 15 նոցներից։ Բայց ինձ պետք չի արմատուրա։ Արա արմատուրա է, այսա կբերեն, կարակեն ձեր տան հենց ամիջապես դեմը, պատեզդում, որտեվ Արարատի մարզից է գալիս, շատ մոտիկ տեղից է գալի։ Մերսի GTB։ Սա այդքան չոգևորվեց արմատ։ Մի օր շինարարություն կանես, գլխիդ կտաս, մնացեք մեզ հետ։ Դիմորդես ուսանող կամ ծնող, որը փնտրում է համապատասխան կրթական հաստատություն, դրա լուծումներ ունենք։ Մեր գործընկեր London Eye միջազգային ուսումնական կենտրոնը կազմակերպում է Ուսում Fest կրթական էքսպոն հենց ձեր համար։ Ապրիլի 11-ին ժամը 12-ից 7-ը օպերա եւ բալետի ազգային թատրոնում մեկ տանիքի տակ հավաքվելու են ոլորտի առաջատարները։ Այնտեղ կարող եք ծանոթանալ համալսարանների ընդունելության պայմաններին, ծրագրերին եւ ընտրել հենց ձեր համար ամենահամապատասխանը։ Հայաստանում գործող ամերիկյան եւ բրիտանական դպրոցներ, բժշկական, ավիացիոն, IT եւ այլ մասնագիտական ուղղություններ, կարճաժամկետ ամառային ճամբարներ, մի խոսքով ամեն ինչ բոլորի համար։ Գնացեք եւ ընտրեք ձեզ համար ամենահարմարը, մարդ դառեք։ Եվ այսպես լուրերը շատ են, մենք քիչ ենք ընտրության մնաց մի քանի ամիս ու ես սկսում եմ ներվայնանալ։ Բայց նախ կարևորի մասին, սիրելի հայեր, Քրիստոս հարյավ իմ երելոց։ Բայց նույնիսկ դա չկասեցրեց ԿՊ-ի համագումարը համալիրում։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հակնելու է ժողովրդի պատին։ Հակնելու են հաստ պատի։ Բայց Բաստիոնիչը շատ բարի է։ Նախկիներին ամբողջությամբ չի ոչնչացնելու։ Ինչ որ բաներ թողնելու է։ Շախմատի դասեր դպրոցում կմնա։ Երկու բան թողնելու է։ Եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիչ Ներսիսյանի։ Ինչ-որ ներքին կատակ է, որը մենք միջև վերջ չենք հասկանալու։ Ինչու է ականջը հենց կտրիճը ու ինչի են հենց ականջը որոշել թողնել։ Դե մի հոգևորականից ականջը կլինի, մյուս հոգևորականից ինչ որ այլ բան կփոքի։ Ըհեն մնաց մենակ ստեղծել ժամանակի մեքենա, վերադառնալ 2010 թվական, պատմել ինձ, որ շատ շուտով Նիկոլն ու Կոճոյանը խաղալու են ձվակռիվ միասին, նկարել իմ ռեակցիան, երբ ինձ ասում են դա 10 թվականին, գցել է ռեակցիան հիմա TikTok ու TikTok-ով լիքը փող աշխատել իմ ռեակցիայի վրա։ Մի խոսքով, հա, Կոճոյանի հետ եղել է ձվակռիվ, իսկ Ռոմի պապու հետ Նիկոլը ունեցել է լեզվակռիվ։ Օ, նոր սկանդալ են, հա, ոնց որ գցում Նիկոլի ջեբը, ով է գցում դա։ Հենց Նիկոլը։ Եվ Ֆրանցիսկոս Պապը ասում է, որ մենք ձեզ նկատի ունի ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ես ասում եմ, այո, ձերդ սրբություն, բայց իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Նա ասում է, այո, բայց մենք ձեզ հայերից ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ասում եմ, այո, ձերդ սրբություն։ Բայց ես իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում ենք
համարում ենք այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Շատ տարօրինակ զրույց է եղել նրանց միջև։ Նիկոլին sense տեսել է Հռոմի Պապը, ասել է՝ «Վայ, բայց գիտեմ նահատակվել եք»։ Չէ, հեսա, ժիվոյ կանգնած են, նույնիսկ Ֆրանցիսկոսին սերտիֆիկատ է ցույց տվել, որ հեսա, մենք կանք։ Նիկոլը նույնիսկ վիդեո ապացույց է բերել, որ նահատակված չենք։ Մենք դեռ կանք։ Մենք դեռ կանք։ Ահեն, սա ցույց տվեց, բայց նույնիսկ սրան ողորմածիկը չի հավատացել։ Հռոմի Պապը ամեն ձև ուզում է ապացուցի, որ իրավաբանորեն հայերը նահատակված են։ Հռոմի Պապն ասում է. «Հա, բայց պատմականորեն դուք նահատակ ժողովուրդ եք»։ Արա դե կոնկրետ չուզող Պապ է եղել ողորմածիկը։ Իսկ ով է նահատակ հիմա, այնքան ասեցիք, որ ձեզ կպավ Ֆրանցիսկոս։ Պաշտյանը ամեն ձև բացատրեց, որ չէ, ջան սահությունը մենք կանք ուստեղ Ֆրանցիսկոսը լոմկվեց մի քիչ։ X պահից ինքը ասում է, բայց այնուամենայնիվ լավ եք մտածել, որ էլ չեք ուզում լինել նահատակ ժողովուրդ։ Արա դե կոնկրետ ներված դու Պապ էր։ Բայց Պաշտյանը մի չէ վերջ պահում էր այդ նահատակ չլինելու գիծը, ինչի արդյունքում Պապը սենց ռեակցիա տվեց։ Եվ մի պահ Հռոմի Պապը մտածումների մեջ է անգնում, մի պահ պաուզա է վերցնում ու ասում է. «Բա ինչով եք զբաղվելու»։ Վայ չունենամ քեզ Ֆրանցիսկոս, ինչով ենք զբաղվելու։ Աչափնյակի մետրոն մի 100 տարի կսարքենք, հետո հատիկ առ հատիկ բաներ կքերենք նախկիներից, էլ մի 400 տարի էլ այդ զբաղմունք։ Այս թեթև սոլի կանցավ այդ համաժողովը, որտեղ ուրախ ավտոբուսը եկել ու համալիրում էր, իսկ դրան հաջորդեց ՀՀԿ համաժողովը, որը նույն օրը նույն դահլիճում էր անցնում։ Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի հեղինակը Սերժը ասեց, որ նրանք չեն մասնակցել ընտրություններին, որովհետև ջոգել են, որ իրանց ոչ մեկ չի սիրում։ Ցավոք չի սիրում։ Մի փոքր քաղցրացնենք այս պահը։ Բայց ՀԿ-ն չնայած դրան կազմել է լուծումների եւ ծրագրերի շտեմարան եւ Քանի որ հանրապետականը չի մասնակցելու առաջկա ընտրություններին, ուստի այդ շտեմարանը ծրագրային բազմաթիվ դրույթներով մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ում դա կհետաքրի։ Խնդրեմ open source նախընտրական ծրագիր դրել են Pirate Bay download արեք օգտագործեք։ Պատկերացնում եմ ոնց է հիմա անդիմությունը հերթ կանգնում, որ ստանա Սերժենց կազմած բոլոր խնդիրների լուծման շտեմարանը։ Բոլորը կուզենան օրինալ այդ շտեմարանից հիմա։ Մի հատ մեծ տվեք։ Ինչ հարցակվում է շտեմարան ընդդիմությունը Սարգսյանը եւս մեկ անգամ կարևորեց impeachment-ի հարցը։ Այսօր ապրիլի 7-ն է, արդեն ոնց որ պաշտոնապես 2 ամիս է մնացել ընտրություններին։ Եվ եթե բոլոր առողջ քաղաքական ուժերը մեզ հետ համակարգիկ են, որ գործող կառավարիչների մեկ օր անգամ իշխանության ղեկի մնալը կործանարար է ու անհրաժեշտ է օր առաջ իշխանափոխություն իրականացնել, այդ դեպքում տարօրինակ է մեզ մեղադրելը ընտրությունների օրակարգի փոխարեն impeachment-ի նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Հոգիս ախր ընդհանրապես տարօրինակ չի, impeachment-ը այնքան տուֆտա թեմա է, որ նույնիսկ impeachment թեմայի հիմնադիր հայր Էդգար Ղազարյանը, որ ասում էր ինչ ընտրություններ, impeachment, հիմա ասում է, okay, impeachment ընտրությունների է մասնակցում։ Դե կարելի է ինչ-որ Հռոմի Պապու հետ մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ, մանավանդ որ ձեր վախտեր եք է Հռոմի Պապը։ Ինչ-որ մի սուր բան կամ էլ ասեք վերջապես Տարոն Մարգարյանի դեմքին ժպիտ տեսնենք։ Հայաստանի կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրանք կարող են ուղիղ նայել մարդկանց աչքերին եւ ստել։ Ճիշտ է, կարող են ստել ու չկարմրել, կարող են շաբաթը 3 անգամ տարբեր հակասող բաներ ասել, որովհետեւ շատ լավ ուսուցիչներ ունեցել, որոնք ասել են, որ ես չեմ հավակնում 3-րդ անգամ ղեկավարել երկիրը, բայց ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Հիմա այս Նիկոլը ընդամենը Սերժավարի 3-րդ անգամ հավակնում է ղեկավարել երկիրը։ Արա, բայց նախագահը բացատրեց, որ միշտ չի որ այդ որոշումը հավակնելու Իրանն է եղել։ Դե ասեմ, որ 18 թվականին ես առանձնապես հակված չեմ եղել մասնակցելու ընտրություններին, բայց գործադիր մարմնի անդամներ ինձ համոզեցին։ 21 թվականին էլ ես կողմնակից չեմ եղել։ Ինքը երբեք չի ուզել մասնակցել ընտրություններին, ուղղակի մարդկային տեսակով ինքը շատ հեշտ համոզվող է։ Ինչ ես ուզում ես մարդուց։ Հիմա հո գնահատեցին օբյեկտիվ վիճակը, հասկացան, որ ձայները շատ քիչ են ելնելու ու հիմա այդ ձայները նվիրում են ընդդիմությանը։ Պատկերացնում եք ՀԿ-ի բոլոր ձայները տալիս են ընդդիմությանը անվերադարձ։
Իսկ մինչ Սերժը չի հավակնում ղեկավար երկիրը 3-րդ կամ 4-րդ անգամ, այս անգամ տենց վсё, վերջնական էլ չի հավակնում։ Այդ ընթացքում Ռուսաստանը խստացնում է խոսքը Հայաստանի հետ։ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի հետ տնտեսական հարաբերությունները։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս սպառնը մեզ Օվերչուկ, գաղափարի դարա հիմա ջանիդ չխափնվես։ Don't overdo it, Overchuk։ Ով ունենք լավ բազար փագող։ Պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրանք կգնա կհասնի։ Տենանք ոնց է ձեր ԵԱՏՄ-ն առանց մեզ գոյատևում։ Էդ եք ուզում, Ու հա։ вообще, եթե շատ էս պահը սրեք, կվերցնենք ու Եվգենի Պետրոսյանին ու Սարիկ Անդրեասյանին հետ կբերենք։ Ուզում եք հետ բերենք։ Կարող է դա вообще դուր գա։ Вообще-то կարող չնեք կատանել Եվգեն։ Սես կանենք, ոնց որ շաբաթվա օրերը կմնա մեր մոտ, շաբաթ Կիրակի ձեր մոտ։ Բայց եթե գազը թանկացնեն, կարող է ինչ որ խոճապային Պապոյան, խոճապ կա։ Ես կարծում եմ, որ իրական գազի գինը չի փոխվի, որովհետեւ Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Ինձ թվում է, թե շատ հեշտ է պատկերացնում ամբողջ երկրի էներգա համակարգը վերափոխելը մի երկրի նախարար, որի կառավարությունը 3 տարի վերականգնում էր ծիծեռնակաբերդի խճուղու այսքան հատվածը։ Ինքը հեշտ հարմարվող ինքը չէր ասում բրինձ կուտենք եթե պետք։ Մի խոսքով, պարզաջրենք շատ անսպասելի լուրով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պարզվում է նայել է մեր լուրջ կաստը Նարեկ Կարապետյանի հետ ու ձայնագրել է տեսանյութ, որը մենք էլ դիտեցինք ու շատ հուզիչ էր։ Երեք լուրջ կաստ հաղորդման ընթացքում ուժեղ Հայաստան կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը խոսելով Firebird AI ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոնի մասին մի քանի բավականաչափ համարձակ, բայց ցավոք սրտի նաև կեղծ եւ մոլորեցնող պնդումներ է արել։ Եկեք կենտրոնանանք դրականի վրա։ Համարձակ։ Եղել է լուրջ կաստ, հնչել են համարձակ պնդումներ։ Ինչ եք առաջարկում։ Օգտվելով առիթից հրավիրում եմ Նարեկ Կարապետյանին հենց լուրջ կաստի հարթակ, հույս ունենալով, որ Սերգեյ եւ Նարեկը կապահովեն այդ հնարավորությունը։ Սերգեյն ու Նարեկը իհարկե կապահովեն հնարավորություն, որովհետև իրանք այդ մարդն են, բայց ինչ որ մեկն էլ պետք է ապահովի ուժեղ Հայաստանին։ Դե մի կողմից շատ լավ գաղափար է, որ բացենք այո դռները ընտրություններին ընթരാճ, տարբեր կարծիքներ, բանավեճ անենք, եթե պետքա լուրջ կաստը պերեֆարմատիրով կանենք ժամանակավոր ու ցույց տանք, որ բոլորը ավելի լավ իրենց մտքերը հասցնեն հանրությանը։ Всё, մենք սկսում ենք զբաղվել կազմակերպչական հարցերով։ Իսկ այդ ընթացքում կան նոր զարգացումներ GTB ընդդեմ ընդդիմադիրավականի Մեսրոպ Մանուկյանի դատական գործով, որտեղ GTB-ն դատի ատվել զրպարտության համար Մեսրոպին, sense բաներ ասելու համար։ Okay, disclaimer, այո, GTB-ն մեր գլխավոր գործընկերն է, դրա համար խնդրում եմ նայել փաստերի վրա, ոչ թե մեր էմոցիաների։ Մեզ вообще մի լսեք։ Մեր Գրիգորը շատ ուղիղ տեղին ասում է, մեկը որ իրան 2-3 հատ տարբեր գույների Lamborghini-ա կարում առնի, այդ մարդը չի կարողանում հասկանալ, որ ինքը խնդիր ունի տեղ։ Ու այսօր ես շատ ուղիղ ասում եմ, ԿՊ-ի կողմից գրեֆա իր անգելուչը։ Ահա, լուրջ մեղադրանք, գրեֆ, մեր Գրիգորը, Lamborghini-ները։ Մեր Գրիգորն էլ դուր չեկավ, որ իրան մեղադրում են որ հորի բաների մեջ ու ինքն էլ դատի տվեց։ Եվ որն էր արձագանքը։ Հանրային խոսքում մեր Գրիգորը կամ իրանց լավ աղբորը ձևակերպումները կարող են վերաբերվել ցանկացած այլ անձի, ով ունի այդ անունը եւ որոշակի կապեր քաղաքական շրջանակների հետ։ Քանի որ հրապարակման մեջ բացակայում է հայցվոր Գրիգոր Տեր-Ղազարյանի լրիվ անվանումը, իսկ օգտագործված Գրիգոր եզրույթը չափազանց ընդհանրական է անձին նույնականացնելու համար, հասարակայնության պայմանը տվյալ դեպքում բացակայում է։ Որ Գրիգորը ասես, կարա դրա տակից ընկնի Գրիգոր Նարեկացուց միջև Գրիգորի Լեպս։ Այո, Գրիգոր Զորապն էլ, էլի մեր Գրիգորն է, կարող է ուրիշ լինի։ Նիվարկյան, շատ կոնկրետ Գրիգոր ունի Lamborghini։
Ոչ, մեր Գրիգորը ունի Lamborghini, իսկ Lamborghini կարա ցանկացած այլ Գրիգոր ունենա։ Ոչ ֆիքսենք, որ GTP Գրիգորի մասին չի։ Ու այսօր շատ ուղիղ ասում եմ, ԿՊ-ի կողմից գրեֆա իր անգերոջը։ Դե հիմա մնում է ուղղակի շտաբ գտնել այդ գրեֆ արած այն իրական նենք Գրիգորին, որի մասին խոսում է մեծ Ռոպը։ Վստահ եմ ճիշտ անհրաժեշտ արդեն ինքը կասի որ պետքա։ Լավ, վերադառնում ենք մեծ քաղաքականություն եւ միանգամից ունենք վատ լուր բոլոր այն մարդկանց համար, ով սենց անհամբեր սպասում է, երբ ՀԱԿ-ը եւ ուժեղ Հայաստանը կմիավորվեն։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել են։ Հետևաբար այսօր որոշում են կայացրել ընտրություններին մասնակցել առանձին։ Հայ ազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժեղ Հայաստանի հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով։ Դրսևորել են առավելագույն ճկունություն դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով։ Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ։ Ամեն ձև փորձում են ասել, որ ուժեղ Հայաստանը չուզեց, մենք ուզում ենք, նրանք չուզեցին։ Այսինքն նոր դարաշրջանը եւ միացյալ միավորված հայերը օքեյն, բայց Հայ ազգային կոնգրեսը չէ։ Դե որտեվ всё-таки կոնգրեսը ամեն դեպքում նախկինոտ է, էլի ոնց ֆրծնես, իսկ ուժեղ Հայաստանի պետք է նոր թարմ ուժեր, օրինակ Նախ տեղեկացնեմ ձեզ, որ ժամ վարչությունը խնդիրը քննարկել է իր վարչության նիստում, ընդ որում շատ մանրամասը, շատ բազմակողմանի, եւ օրակարգում մենք երկու խնդիր ենք ունեցել։ Ժամ fucking ժամ, ինչքան պնդերես պետք է լինեք, որ դեռ գոյություն ունենաք։ Դե թող լավ մարդիկ բան են ասում, ինչ որ որոշում են կայացրել։ Ինչ որոշում պետք է կայացնեն, ուղղակի տեսան, որ Զատիկա Հիսուս հարավ իմերելոց նայեցին, տացին, մենք էլ փորձենք, բայց դա ամեն մեկը հոչի կարող հարավ լինի։ Դա ամեն մեկի բան չի, ու вообще շատ դաժան բան եմ ասելու ժամին։ Ձեզ вообще ոչ ոք չի ճանաչում, դուք նյուլավի մի ջոն եք, ոչ մեկին պետք չէ։ Դե ինչ-որ մեկը պետք է ասե, ես իրանց համար եմ ասում։ Հա, օքեյ, մի խոսքով, ժամը տենց հուսով ենք չեն նեղանում, չնայած մեռած կուսակցությունը կարա նեղանա։ Ինչևէ, պարզաջրենք Նյուտոնի առաջին օրենքով, ինչպես կուսակցությունը կարա այն աշխարհից հետ գա ու գիշերը կուխնյայի դռները պոլտերգեյստի, հա։ Պարզաջրենք Նյուտոնի առաջին օրենքով։ Լեմատ մեզ Նյուտոնի առաջին օրենքը բացատրեք, էլի։ Ուրեմն, եթե մարմնի վրա ուժ չի ազդում, նա շարժվում է ուղղակի ցավասարաչափ կամ որոշ ժամանակ հետո նա դադարի վիճակում է գտնվում։ Հիմա մենք իրան հաղորդում ենք ուղղակի ցավասարաչափ շարժում, որոշ ժամանակ հետո ինքը պետք է կանգնի։ Եթե մենք նորից ուժ չազդենք իր վրա, սա ամենապրիմիտիվ օրինակն է, որը շատ տպավորիչ է։ Մալադեց Նյուտոն։ Մալադեց Նյուտոն, բրավո Իսահակ։ Դենց են բացատրում, նույնիսկ վարչապետն է հասկանում։ Դուք էլ սովորեք էլի ֆիզիկա եւ մնացեք մեզ հետ երկրորդ մասում։ Ավինյանը բախվում է իր թիմի հետ, Հայկ Սարգսյանը բախվում է Անդրանիկ Քոչարյանի, բախումն է իմ կտորա։ Ասա որ սենց քեզ չեն շնորհավորը։ If you know ջան, շնորհակալ եմ, ուզում եմ, հա, պետք է փչեմ։ Պետք է փչես ու ցանկություն պայի։ Ցանկություն եմ պահում, որ մի 3 տարի մեր գործընկերը մնա, if you know-ը։ Դե հիմա անուշարա, ես պասի մոմերը վերցնեմ։ Okay, բանն այն է, մենք հաճախ չենք խոսում դրա մասին, բայց շատ համով է, if you know-ի բուրգերն է շատ։ Հələ մի հատ կծի նկարագրի ինձ, ինչքան համով է։ Ինչն է, պանիրն է, միսն է, իր սմեշությունն է, թթու վարունգի կոնտրաստն է։ Ոնց որ մամայիս սարքած բոլոր համով բաները վերցնես, կողքից երկու հատ հացով փագես ու տաս ձեռս։ Խի մի ժամա քեզ լսում, եթե կարամ ուղակի փորձեմ։ Դմբոն։ If you know, նենց որ գնացեք ինքներդ փորձեք, հետո Fucking good. Yeah. Շտապ հիշեցում վեդի ալկոն ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում ունի 20% զեղչ։ Դրա համար, երբ գնում եք խանութ կամ զանգում եք պատվերանելու, վաճառողի ականջին շշնջում եք Armcomets-ի պրոմո կոդը։ Չխառնվեք իրար այնտեղ շշնջակ Կարքին հաղորդում կամ Բեռնարդ Շոուն,
Arm comedy։ ու արդյունքում զեղ չա գալիս ձեր պատվերի վրա։ Իդեպ ապրիլը ռեզինից չի, հենց որ շտապեք։ Բարեկամներ, լարվել են հարաբերությունները ԿՊԱ-կանի եւ նախկին ԿՊԱ-կանի միջև, նենց որ ճիշտ բանը հանել մեկ դույլ պոպկորնը եւ մեզ հետ վայելել։ Հայկ Սարգսյանը նորից հանձնաժողով էր բերել այն օրենքը, որ փողեստալի ավելի քիչ է ծառայում։ Որին սկզբից ԿՊ-ն վրոդի կողմ էր, հետո այդքան էլ կողմ չէր։ Հետո մի պահ նույնիսկ ինքն է դեմ քվեարկել իր այս մի խոսքով շատ խառնա, եկեք լսենք։ Տապալես պետության համար կարևորագույն նախագիծը ես որ հիմա հնարավորություն ունեմ կարող եմ լացեմել էլի։ Չէ, այ դրան հասարակությունը պատրաստ չի, խնդրում եմ առանց դրա։ Լսի Քոչարյանի վրա է գազ տալի։ Հա, բայց գոյմացած չէ։ Անդրանիկ Քոչարյանի, որը իր ԿՊ-ից։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զորտա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար եւ հանձնաժողովի նիստը բնականաբար լավ կլինի որ այստեղ լինեի, բայց մտության քողի տակ փորձեցին արտահերտ նիստանեն, հետո չարեցին։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրવા շատ խնդրահարույց էր եւ ֆրակցիան դեմ քվեարկել նաեւ ինքը այսօր հիշեցրեցի եթե այդքան ես առաջի անգամ դեմ պատմության մեջ որ մի մարդ իր նախաձեռնությանը դեմ քվեարկել այդ մոմենտը իրոք այդքան է հասկանալի չէր Դրա համար հրավիրում ենք Հայկ Սարգսյանին լուրջ կաստ որ քննարկենք այս եւ այլ հարցեր այդ շատ լավ տարբերակ է որովհետեւ էլի հարցերն են օրինակ ում էր ակնարկում որ մեդիայում կարող է իր մասին վատ բաներ եթե որ ասում էր ում էր ակնարկում Իրաց նախքին կանանց կամ զոնքաշների կայքերով Զարգաստան ասենք Սարգսյան Հայկը դուս է եկել բանի դեմ կառավարության դեմ կամ վարչապետի դեմ ոչ Սարգսյան Հայկը կատարելա վարչապետի ելույթից բխող աշխատանքները ում նկատի ունի Բաբշե գաղափար չունեմ լավ մի խոսքով հրավիրում ենք այստեղ հենց ալեն հարց կտանք ամեն հարց Ես ինչ ասեցի։ Լավ, վերադառնանք ներ ԿՊԱ-կան այս տխուր իրավիճակին։ Քոչարյան Անդրանիկը ինձ ասել է ես գնում եմ Ամերիկա գամ, խոսացել եմ կառավարություն, նախարարի հետ, բոլորը կողմ են։ Շատ լավ նախագիծ է, գնում եմ Ամերիկա գամ, անցկացնենք նախագիծը։ Ասել եմ պարոն Քոչարյան ջան, եթե դու գնաս Ամերիկա, այս օրենքը 6 ամսով հետաձգվելու է, որովհետև մենք միջև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք, մենք պետք է այսօր նիստ անենք, որ միջև ամառային զորակոչ այս խնդիրները լուծենք, ամեն օր 8 հոգի քաղաքացիությունից հրաժարվում է։ Այսինքն իր օրենքի անցկացումը վստահեց Անդրանիկ Քոչարյանին։ Տեսնես ո՞նց ավարտված կլինի սա։ Դե ոնց կարա ավարտվի։ Իր պայմանավորվածության ամեն տարին հետևած կլինի Անդրանիկ Քոչարյանը, չէ՞։ Մի արեք, ես կգամ, պետք կլինի 24 ժամյա ռեժիմով նախագիծը կանցկացնենք, կողմ են բոլորը։ Ինքը գնում է Ամերիկա, դրանից հետո մենք նիստ ենք դնում, նիստը չի կայանում, որովհետև քվեորում չի լինում հայտնի պատճառներով, որտեղ նաև ինքն է մասնակցություն ունեցել։ Դրանից հետո որ ինքը չեմ ուզում շատ բացեմ։ Այո։ Դրանից հետո երբ որ վերադառնում է Քոչարյան Անդրանիկը, երբ որ վերադառնում է, սենց անում։ Սմես ինչ նախագիծ է։ Առաջ անգամ եմ սես բան դրել։ Ուզում ասի որ ԿՊԱ-կանը իրան խաբեց, անհավանական է։ Հիմա հասկանում եք, չէ՞, ինչ ենք մենք զգում արդեն 8 տարի։ Կենտրոնանանք կարևորի վրա։ Հայկ Սարգսյանն ասում է, որ շատ երիտասարդ տղաներ հրաժարվում են քաղաքացիությունից, որպեսզի բանակ չգնան։ Ու вообще-то ճիշտ է ասում իմ կարծիքով, այդ խնդիրը կա, բայց այս օրենքը այդ հարցը կլուծեր։ Անդրանիկ Քոչարյանն էլ ասում է կոնկրետ ով է այդ որ հրաժարվում են, ովքեր են դրանք։ որ տղաները ցանկը թողտա այդ որ տղաների մասին է 3000 ցանկը ասում ինձ զանգում են ովքեր են զանգում Կարինե Այդ ցանկը օվերը չպետք է օրինա, նենց ասում որ անհնար է դա ճարել։ Չգիտի Անդրանիկ Քոչարյանը այդ մարդը ով լրիվ լուրջ դեմքով ցեղասպանության զոհերի 1.5 միլիոնի անուններն էր ուզում հասցեներով, իմեյլներով։ Հիմա կարծում ես թե կարելի է զարմանալ։ Ես вообще ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Օրինակ, որ լրագրողին կարելի է sense բան ասել։ Նիկոն Փաշինյանն էլ չի ծառայել, դու էլ չես ծառայել։ Միրզոյանը, Վահան Կոստանյանը, Ինձ չես կարող մեղադրես։ Ձեր տղան էլ չի ծառայել։ Այո, դիմեք գլխավոր դատախազին չծառայել։ Դուք էլ դիմեք, եթե խնդիր կա։ Ձեր բանոսով ես ես նայում եմ արդեն տեսնում եմ դուք պիտի չծառայեք, ինչ ասեմ։ Անդրանիկ Քոչարյան, Человек призывной комиссия։ Ինչա թե Նարեկը ակնոց հա դնում, հա։ Կարող է նաև հարթաթաթա, դա չի երևում։ Նարեկ ջան,
Մի հատ աբարոտ կա, նարեկներով սոլիդար ենք։ Ձեր տղան էլ չի ծառայում։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմատ։ Ուրիշ։ What? Նարեկ ջան, իր տղան պրեմիում դասի տղա է, մեր նման չի։ Տղա Pro Max-ը իր տղան։ Այն ինչու չի ծառայում։ բարձրաստիճան պաշտոնյան։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայում։ Նույն հակսյալ։ Դուք ինչ հիվանդությամբ եք ազատվել։ Հարցում արեք բնային թողած։ Անպայման ես կփորձեմ, ուրիշ։ Ոնց ասես, բան հնարավոր 21-րդ դարում մտածեց են մի հոգինով առաջի անգամ էր միացրել մեր հաղորդումը։ Ոնց է սենց բան հնարավոր 21-րդ դարում։ 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին։ Ասում եմ բանակում շաբաթը մեկա զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք թող ամենը լողանա։ Ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորները ամենը լողանում են։ Հայաստանում աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում։ Լուրջ, զատո ելակ են ուտում։ Չփչուկում, այս տղեն իր սեփական թիմի քարոզածին չի հավատում։ Դե բայց 21-րդ դարում շաբաթը մի անգամ լողանալը, այստեղ ինչ որ կոմպետենտ մարդ է պետք որ կամ հերքի կամ հաստատի։ Պաշտպանության փոխնախարարն էր այնտեղ։ Զինվորների լողանալու հարցով ի պաշտոնը չեմ զբաղվում։ Ես չգիտեմ լողանալը շաբաթը Տեսեք, ես պաշտպանության նախարարությունում համակարգող ոլորտներն եմ, ես տեղյակ չեմ, որ զինվոր։ Բայց դուք բացառում եք, որ նման խնդիր կա։ Հարգարժան պարոն Կիրակոսը, ես Պարզապես նորից տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը։ Ես հաստի փոխնախարարն էր, չասեցի այդ հարցով կոմպետենտ է։ Ես կարող եմ տեղեր ասել, որ մեկ անգամից ավել են լողանում, կան տեղեր, որ մեկ անգամ են լողանում, ինչ է պատահել։ Բայց մենք, որ ասում ենք բանակի կերպարանափոխում, նաև լոգանքի հնարավորություններն են, չէ՞ մեծանում։ Այսինքն 8 տարի է վերափոխում են նախկիններից հասած շատ քանդած բանակը ու ասել են նրա որ ինչ որտեղ շաբաթը մի անգամից մի քիչ ավելի հաճախ են լողանում, հա։ Հիմա ամփոփելով Հայկ Սարգսյանը էլ Նիկոլի մտերիմ ընկերը չի։ Գիտես ոնց, it's complicated։ Երբ վարչապետը դարել է հանրապետության վարչապետ, ես իրան համարել եմ ինձ հարազատ եղբայր։ Իմ ավակ եղբայր ու մենք տենց ենք հարաբերվել։ Հիմա Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվի, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջը ամեն պահի զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվի։ Փաստացի չի շարունակվում։ Այսինքն կա ընկերությունը, բայց չի շարունակվում։ Այսինքն կարելի ասել սառեցված է։ Հապկի անդամության նման էլի մեր։ Մի խոսքով վերցնում ենք it's complicated տարբերակը, վերջ, եւ ասում ենք ավելի քիչ complicated թեմաների։ Այդ առաջի հայացքից իրականում կարող է far more complicated, քան կարող է մտածեիր։ մենք գնահատում ենք, որ տարեվերջին արդեն միգուցե հնարավոր կլինի մրցութային գործընթացը մեկնարկել աղբավայրի արդեն բուն կառուցման եւ տեխնիկական հսկողության ծառայությունների։ Շնորհակալություն։ Աղբավայրի ասացիք Տիկին բաբա։ Աղբավայրերի փակման եւ նորի կառուցման։ Մեր այս ծրագիրը վզեբի հետ նոր աղբավայրի կառուցման մասին, հա։ Girl, you did not just ատարով այդ բառը ասեց Անանիզնալա անետան չգիտի, որ Ավինյանը տանել չի կարողանում այով սկսվող այդ բառը։ Անետա, դուք նոր եք ցիրկում, հիմա շատ երկար լավ մտածեք, որ հանգարց Ավինյանին պատասխանելուց այդ ատարով բառը չասեք։ Մեր այս ծրագիրը վզեբի հետ նոր աղբավայրի կառուցման մասին, հա։ Այո։ Ասեց այդ բառը, ու աղբավայր չասեց, բայց ասեց այո։ Հիմա տեսնենք ոնց էր Ավինյանը հասկացել այդ եկյա վզեբի հետ այդ եկյա ծրագիրը։ Մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չի։ Բացարձակապես, այսինքն մեր նպատակը այն էր, որ մենք պետք է ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը որ պետք է ամբողջապես կլանի այն աղբը, որը հավաքվում է Երևան քաղաքում եւ ոչ միայն Երևան քաղաքում, նաեւ մերձակա մարզերում։ Ինչ լավ է, չէ՞ որ այս նիստերը ասենց on-line գնում են ու մենք live ռեժիմով տեսնում ենք ոնց են մեզ խոստանում ինչ-որ թույն բաներ, բայց հետո մի չի լինում։ Սա կարելի է կառավարման ակադեմիան որպես լեկցիա ցույց տալ։ Ես լսել եմ, որ ընդեղի ուսանողներից մեկը կառավարությանը շատ մոտ կանգնած մարդ է։ Պարոն քաղաքապետ, երկու ծրագրերը ամբողջական լուծում են ենթադրում եւ սա ոչ թե նոր աղբավայր իր նոր այսպես ասած գործող ծավալներով եւ այլ կառուցելու մասին է, այլ այնպիսի սանիտարական աղբավայր չի կարում չասի աղբավայր։ Ես երկու հատ աղբավայր հաշվեցի։ Դե հիմա հո չի խափելու մարդը, եթե ծրագրում գրած է աղբավայր,
Այդ ինչ տիպի ժանգլորություն պետք է անի, որ չլինի աղբավայր։ Ով կա այնտեղ ուրիշ, որ ստույգ կասի ինչի մասին է ծրագիրը առանց աղբավայրի, որովհետև դա վիրավորում է Ավինյանի զգացմունքները։ Անվանումը արդեն դուրս չի գալիս։ Նոր աղբավայր կառուցելու մասին process խնդրում եմ չքննարկել առհասարակ։ Խնդրեմ Տիկին Հայկազյան։ Պարոն քաղաքապետ, ուղղակի մի հատ հիշեցում, որ ձեր հանձնարարականով այո երկու զուգահեռ գործընթաց մեկնարկել էր նաև հասկանալու համար դրանցից որը ավելի արագ իրականացվի, բայց սա ավելի շատ Տիկին Բաբայանի ներկայացրած ավելի շատ ազգային ռազմավարությամբ իրականացվողն է։ Okay, դու ելես բացառապես այն կանաչ պիջակով երևի ավականու վրա կենտրոնացել։ Այնքան ստիլն է ավականի, որ արդեն вообще վեճս չի։ Աղբավայր կլինի, չի լինի։ Որի համաձայն Հայաստանում անհրաժեշտ է ունենալ 5 սանիտարական աղբավայր, որոնցից կենտրոնականի դիրքը միգուցե լինի Երևանում, բայց սա դեռ հստակ չէր, այսինքն այս ուսումնասիրությունները գալու էին որոշելու, թե դրա տեղադիրքը իրականում Երևանում է թե ոչ, բայց նաև մաս են կազմում Եղածնու Բարաշենի աղբավայրի փակման եւ աչափի։ Իսկ դու այս տղու օրացույց իրան խապել, ասել է այսօր Սուրբ Պատրիկի օրն է, դրա համար տենց ակնվել եք նիստի։ Իդեպ Հայաստանում քչերը գիտեն, բայց եթե դու կարողանաս հաջողության մեջ ընկնես բռնես ժիվոյ լեպրիկոն, ապա քեզ հասնում է մի կճուճ ոսկի։ Ինքը լեպրիկոն չի։ Էլֆ։ Ոչ էլ էլֆա, ոչ էլ սմորֆա, вообще մեզ մի լսեք, էլի։ Մենք ռադիկալ քարտ ենք, դուք express yourself արեք դախազ։ Վերադառնանք նիստին։ Ավինյանը նաև ասեց, որ ոչ միայն աղբավայրը պետք է աղբավայր չլինի, այլ նաև ավտոբուսի վարորդը պետք է մենակ ավտոբուսի վարորդ չլինի։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժայմաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Իհարկե, ավտոբուսի վարորդը, ով մի 50 հոգի է տանում մեր Երևանի ոչ բարով տրաֆիկի միջով, իր գործը թողի ու չվճարողների հետ կռվի։ Չվճարողների հետ քյալա տալու համար Աստված ստեղծել է կոնդուկտորներին, ինչ չեք տալիս իրենք զբաղվեն այս հարցով։ Մանավանդ որ ունենք, ավելացրել ենք կոնդուկտորներ, Իհարկե, մանավանդ որ եւս։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Առաջին օրվանից։ Ուրեմն Ավինյանի պատկերացրած 21-րդ դարի վարորդը մոտավորապես sense քշում է մեկը, ապեր բայց ոնց էր չճտացրել։ Ձենը չբարդ, երթվա որ ճտացրել ես ու մեկը դղ։ Իսկ ինչ կլինի, արդյոք շատ բան ենք ուզում, որ ամեն մեկը զբաղվի իր գործով։ Վարորդը վարի, նույնիսկ արմատը ճիշտ հուշում է ինչ պետք է լինի վարորդը։ Վարորդը վարի, այն ստիլնի կանաչ պիջակով ավականին ուղակի ընդեղ լինի բոլորիս ուրախացնի։ Մնացեք մեզ հետ։ Պատկերացրեք ամենաժամանակակից բիզնես կենտրոնը 13 հարկ, որից 9 գրասենյակային, 1 հարկ, 1 օֆիս սկզբունքով։ Չկան շեղող, աղմկող հարևաններ, փոխարենը կալիքը լավ բան։ Մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ, իր մշտական լույսով եւ ջրով ու այս ամենը լույսեր բիզնես կենտրոնում։ Հենց հիմա զանգեք եւ ամրագրեք, իսկ երբ առանց խցանումների հասնեք գործի, մեզ լավ խոսքով կհիշեք։ Ձեզ հիմա երևի հետաքրքիր է ոնց մենք դարձանք բանվոր։ Դա հասկանալու համար պետք է մի քանի շաբաթ հետ տեղափոխվել։ Հնարեք, լույսեր բիզնես կենտրոնի սցենարը պրծար։ Սաղ գիշեր վրան աշխատել եմ, չի տեղավորվում իրան սաղ ուզած բաները մի ռոլիկում։ Քանի րոպե կանգնեց։ 12 րոպե, 48 վայրկյան։ Շատ երկար է։ Բա համ ուզում են, որ ասենք 13 հարկ է, բայց ամեն ընկերություն գնում է 9 հարկերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը 832 քառակուսի մետր է, բայց մեկը այտենց 500-ոտ է։ Այն մնացած հարկերում լինում է բժշկական կենտրոն, մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտը կարանք չասենք։ Չենք կարա, կես բար փոխում ես իրանց մարքեթինգի մենեջերը զանգում է, սուպեր քթիմազա։ Այն օրը գրել էի, որ Լենինգրադյանի հարևանությամբ մի անգամից զանգեց, ասում է, չէ, արդեն Քրքորյանն է, շուտ փոխեք, թե չէ խայտարակ եղանք։ Իսկ կարանք այն մասը հանենք, որ մշտական ջուր ու լույս ունեն։ Երանի կարանայինք, պարզվում է չէ, շատ կարևոր է, որ ասենք, որ իրանք սեփական գեներատորներ ունեն, բլա բլա բլա, հա ու պանորամիկ պատուհաններ գեղեցիկ տեսարանով։ Շինի հրաժարվենք այս ռոլիկից։ Չէ, որտեվ փող արդեն ստացել ենք ու ծախսել եմ։
Ու այդպես մենք դարձանք հայոց երկրի հայ շինարար։ Լավ սուս եկավ։ Տեմպով տագեք, տեմպով։ Սանսո, են տագեք պետք են, թե տանեմ լույսեր թագամաս գործ կա անելու։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Ինչը կարող է ստիպել ձեզ, որ դուք հունից դուրս գաք։ Մի անգամ դուրս եմ եկել YouTube-ով այդ հիշում եք այդ որ ասել եմ անասուն իմ աշակերտներին, իսկ հիմա որ ազգային ժողովում ասես անասուն, դա ամենանուրբ եւ ամենալավ բան։ Օգն հայտորեն կյանքիդ մեծ մասը արդեն ապրել ես, այդ նայելով ինչ ես զգում։ Oh, rien de rien. Oh, je ne regrette rien. Ni le bien qu'on m'a fait, ni le mal, tout ça fait bien égal. Ասենք ծնունդ դա, չասենք սաղ երկը պտի միջև։ Ընդհանրորման լավ էր։ Այտենց ոչ իման չեմ ափսոսում։ Միացեք Arm Comedy Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։